Մեր բոլոր տնկիները ունեն փակ արմատային համակարգ։ Բոլորը կարանք բացենք, որ ինձի հաճախ են հարցնում, երբ կարանք տնկենք։ Ამ տարվա բոլոր եղանակներին քանի ցուրտ չի, մինուս չի։ Տույաներ, գիհի, ծառ-վարդեր, մագնոլիա։ Գյուղատնտես Գրիգորի այգում տարատեսակ դեկորատիվ ծառ ու թփի պակաս չկա։ Ինչպես ստացվեց, որ Լեհաստանում 30 տարի բնակվելուց հետո Գրիգոր Շեղամյանը որոշեց Արմավիրի մարզի Արշալույս գյուղում գեղեցիկ այգի հիմնել։ Պատմում է, ընդամենը մեկ պարզ քայլով։ Իմ սերը սկսել է հապալասի բերքի ուտելուց։ Սիրել եմ հապալասը, սկսել եմ հետաքրքրվել։ Հետո Հայաստանում ուսումնասիրեցինք, չկար, բերեցինք փորձեր արեցինք, լավ սկսեց աճել ու սկսեցինք հապալաս ներմուծել տնկիներ։ Ամեն ինչ սկսվեց նուրբ ու համեղ հատապտղի մշակությունից, բայց շարունակվեց այլ նախասիրություններով ևս։ Մասնագիտությամբ խոհարար Գրիգորը դրսից տասնյակից ավելի դեկորատիվ բույսերի ներկրմամբ ամուր կապ է ստեղծել եվրոպական գյուղատնտեսական մշակույթի ու հայկական հողի միջև։ Մենք այս բոլոր բույսերը ներմուծում ենք Լեհաստանից։ Իրանք գալիս են մեքենաներով 8-ից 10 օրվա ընթացքում ու տանում են ստրես։ Մենք հատուկ դաժե բերում ենք հակաստրեսային դեղեր, վիտամիններ ու իրանց սրսկում ենք տեղավորելուց հետո։ Դրա համար մեր բույսերի վիճակը, ասենք, որ նայում եք, բոլորը թարմ, չի երևում, որ նոր տեղափոխված բույսեր են։ Իր այս փոքր բիզնես գաղափարով ֆերմերը փորձում է մեր երկրի աղտոտված օդը դրսից ներմուծված տնկիների օգնությամբ մաքրել, ինչու չէ նաև գեղագիտական ճաշակ ձևավորել։ Եվրոպայում հակառակը կանաչի շատ է, ընդհանրապես համարյա փոշի չկա։ Կանաչապատումը զգացինք, որ ստե կարիք ունի, մտածեցինք, որ կարելի է զարգացնել, դեկորատիվ ծառերով զբաղվել։ Այգում վիտամիններով ու հակաօքսիդանտներով հարուստ երկու պտղատու բույս է աճեցնում՝ հապալաս ու ցախկեռաս։ Հապալասի մշակության գրեթե 8 տարվա փորձ ունի։ Ցախկեռասը դեռևս տնկարանի նորաթուխ բույսերից է։ Նորմալ հողի մեջ աճում է, էլ հատուկ պայմաններ իրան պետք չեն ու նայեք արդեն սկսում են ծաղկել իրանք։ Հապալասի շուտ ծաղկում ու հասունանում է։ Ինչպես է կանում, որ այս բույսը ադապտացվի մեր հողին։ Մենք ընդհանրապես որ բերում ենք բույսերը, թեկուզ հապալասի տնկիները կամ ցախկեռասները, առաջինը խորհրդատվություն են տալի, որ սորտերը մեր կլիմային կհարմարվեն, ու մենք սկզբնական շրջանում բերում տնկում ենք, տեսնում ենք ոնց ալամ, նոր հանում ենք, ասենք, եթե վաճառքի։ Հապալասը Հայաստանի արևից հիանալի համ ու հոտ է ստանում, առատ բերք տալիս։ Նույնիսկ առաջին իսկ տարում փորձել է հատուկ նախատեսված տարայից բազմամյա բույսը տեղափոխել հողի մեջ։ Գրանցել է սպասվածից լավ արդյունք։ Հապալասի թփերի, ճյուղերի ճիշտ խնամքի դեպքում միայն կարելի է լավ արդյունք ստանալ, բացատրում է ֆերմերը։ Կարևորը գարնանային էտն է, էսի բերքատու շվերն է, որ պետք է անցած տարի բերք են տվել, հեռացվի։ Մեկ էլ հապալասի խնամքն է խոնավությունը պահել ու թթվայնությունը։ Հաճախ է լինում, որ հապալասը, ասենք, քանակից ավել բերք է տալ։ Օրինակ այս բողբոջները, ամեն մի այս բողբոջը 10 հատի բերք է տալ։ Ասենց որ հաշվում ես, մի ճղի վրա մի քանի 100 հատ բերք։ Առաջիկայում Գրիգորը պատրաստվում է հիմնել հապալասի մեծ այգի։ Հիմա հողը տորֆով հարստացնելու, թթվային միջավայր ստեղծելու փուլում է։ Ունենք 3 հեկտար, այս պահին արդեն թթվեցման շրջանը գնում է, ինքը տևում է մի տարի, 2 տարի դաժե։ Գարնանը հաստատ կտնկենք արդեն մեր տնկիները։ Գրիգոր Շեղամյանն ընդամենը 1-2 ամսից կսկսի բերքահավաքն, ասում է, Հայաստանում իրացման հետ կապված խնդիրներ չկան։ Այգին հիմնելուց հետո գյուղատնտեսը հատապտուղը կարտահանի այլ երկրներ ևս։ Հասմիկ Ֆարադյան, Կարապետ Կարապետյան, Արմանլուր։